27-25 Պարոն Առաքելյան, դուք ընտրություններում ուժեղ Հայաստան կուսակցության մասնակցությունը չեղարկելու դիմում եք ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրական օրենսգիրքը երկու այդպիսի դեպք է, հա, նախատեսում, մեկը գրանցումը չեղյալ համարելու, մեկը անվավեր ճանաչելու։ Ինչ կոնկրետ ձեր պահանջը որն է։ Տեսեք, ընտրական օրենսգրքով սահմանված հնարավորությունները երկուսը չեն, շատն են։ Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովը կենտրոնական անվավեր ճանաչի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03-05-26 թվականի համար 69 գիծ A որոշումը։ Առաջի կետով պահանջը հետևյալն է, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր այդ գրանցումը ԿՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելուն։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից եւ նման պահանջով դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Իսկ հիմքերը հիմքերը կներկայացնեք, օրինակ դուք ինչու եք կարծում, որ ուժեղ Հայաստանի գրանցումը պետք է անվավեր ճանաչվի։ Տեսեք, հիմքերը կարելի է մեղմ ասած ճչուն են։ Արդեն որ երրորդ ամիսն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա եւ կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Խոսքը ինչի մասին է։ Կոնկրետ արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին, որոնք գալիս են, տեսնում եք, լրագրողական հետաքննություններն էլ են դա ցույց տալիս, մարդիկ մեքենաներով գալիս են զուտ այդ օրը ստիպողաբար կարելի ասել պարտադրված ընտրությանը մասնակցելու, իրենց սրտի թեկնածուին այսպես ասած ընտրելու, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու եւ ուրեմն երկրի տարածքը անմիջապես հենց ընտրությունների հաջորդ օրը լքելու միտումով։ Այս ամեն ինչը միտված է խափանելու ընտրությունների բուն բնականոն ընթացքը եւ կարծում ենք այս առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեցել են անելիք եւ կարծում եմ, որ չեն արել, հիմա մենք էլ երեկվա բանավեճից հետո տեսակ ինչ տեղի ունեցավ, Հանրապետության վարչապետը նաեւ մեղադրանք հնչեցրեց ուրեմն արևմտամետ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Արամ Զավենի Սարգսյանի հասցեին առայն, որ մենք ենթադրվում է, ընկալումը ստեղծվեց այնպիսին, որ իրենք ինչ-որ գործիքներով, այսինքն սահմանափակված են, չեն կարողանում դիմել այդ քայլին, բա դուք ինչի չէիք դիմում, եւ Արամ Սարգսյանը անմիջապես էլ պատասխանեց, որ մենք պարբերաբար արդեն որրորդ ամիսն է բարձրաձայնում ենք այդ հարցերի վերաբերյալ, եւ եթե ձեզ հարկավոր է այդ դիմումը, որպեսզի ձեր ձեռքերի կապանքները բացվեն, մենք կտանք ձեզ այդ գործիքը եւ այսօր մեր այս դիմումի իմաստն ու նպատակը գնդակը գործող իշխանության դաշտ փոխանցելն է։ Եվ հրատապության սկզբունքով է քննվելու այս դիմումը, քանի որ 1 օր է մնացել այդ սկզբունքով ոնց է։ Հրատապը կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, ամեն դեպքում դիմումի քննության արդյունքում ԿՀ-ի որոշումը պետք է կայացվի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, ըստ այդմ սպասենք զարգացումներին։ Այսինքն կարող է նույնիսկ քվեարկություն լինել, հա, ժամկետները դա թույլ են տալիս օրինակ քվեարկություն լինել մինչև որոշումը։ Այս հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը։
Հա, այսինքն այսօր Վաղը։ նույնիսկ դատարանով Մինչև ժամը 12:00, 24:00, այո։ Դատարանն էլ իր որոշումը, եթե դատարան է հասնում։ Այսօր կամ վաղ առավոտյան մինչև պետքա որոշում կայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով եւ առավելապես ջանալով չզրկել մեզ դատարանի իրավունքից, դրա համար պետքա առավել հրատապ քննի այս դիմումը, որպեսզի այնուհետև մերժելու դեպքում մենք 24 ժամվա ժամանակ ունենանք վարչական դատարան դիմելու։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ բավարարում է ձեր դիմումը, ոչ էլ ինքն է դիմում վարչական դատարան, դուք բողոքարկելու եք այն Տենց իրավիճակ չկա, կամ բավարարում է, կամ չի բավարարում, չդիմելով չի բավարարում։ Այդ դեպքում ինչ է լինում։ Բայց դուք կարող եք Այդ բողոքարկել։ դեպքում մենք վիճարկում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իհարկե դա քաղաքական որոշման հարց է, կուսակցությունը պետք է որոշի, բայց իրավական հնարավորությունը կա վիճարկելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ես հույս ունեմ, որ այո, մնացածը արդեն քաղաքական ուժը կասի։ Հարցի պատասխանը հնչեց, որ որոշման առկայության դեպքում մենք կայացնենք քաղաքական որոշում քննարկելու այդ իրավիճակի այդ բողոքարկման նպատակահարմարության հարցը։ Տեսեք, օրինակ պայմանականորեն ընդունենք, եթե ձեռնարկված բոլոր այդ կոռուպցիոն մեխանիզմները, ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմները, ընտրությունների վերջնական արդյունքների վրա մեծ հաշվով ազդեցություն, այսինքն չթողնեցին այն ակնկալվող արդյունքը եւ ըստ էության այն քաղաքական ուժերը, որոնք որ նպատակամղված են այդ գործիքակազմով հասնել իրենց համար ակնկալելի արդյունքի, տապալվեն, ինչը որ մենք հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգտնվի գիտակից եւ ըստ արժանվույն կգնահատի բոլորի այս քայլերը, բոլորի մղումները հասնել իշխանության եւ բան չի մնացել երկու օրից հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացիները իրենց խոսքը կասեն եւ հուսով եմ չեն ստեղծի այնպիսի մի իրավիճակ, որ մենք ստիպված լինենք այս հարցով գնալ դատարան, այլ իրենց արդարադատությունը, իրենց քվեով, իրենց քվեարկությամբ կիրագործեն։ Այսինքն ընտրությունների արդյունքներն էլ կապ ունեն։ Ինչով են կապալի լեգիտիմացնում։ Ինչով օրինակ։ Դուք չեք տալիս, որ կոնկրետ կուսակցությունը մասնակցի։ Ով է, մենք ենք թույլ տվող կուսակցությունը, որը դրսի ֆինանսավորմամբ եկել է Հայաստանում որոշումներ կայացնելու, այդ կուսակցությունը, այստեղ խնդիրը նրանում է, որ Տիկին Խաչատրյաններով ձեր ցայնը որպես կգաք կներեք։ այստեղ խնդիրը իշխանության խնդիրն է, որովհետև բանը պետք է չհասներ այսօրվան, բանը չպետք է հասներ այս փուլին, այլ ամենասկզբից պետք է թույլ չտվացվեր այս ուժը մասնակցել, որովհետև դրսից տղա բերած, այս դեպքում ֆինանս բերած ու նաև ճակերտավոր ուժեղ տղա բերած ուժը Հայաստանի վրա իրավունք չպետք է ունենար Հայաստանում մասնակցելու ընտրությունների։ Այստեղ իշխանությունը փորձում է նաև ինքը ուժեղ տղա խաղալ եւ երկուսով իրար հետ մտել են կռվի մեջ, այլ ոչ թե պահելով օրենքի պահանջները, այլ ոչ թե թույլ չտալով այդ ուժին մասնակցել, որը պետության համար անվտանգության խնդիր է այս բանին։ Ես ձեր հարցին ուղղակի տամ իրավական տեսանկյունից պատասխան, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մենք քաղաքական ընկալումները չխառնենք շատ իրավական եւ իրավական անվտանգային ընկալումների ու խնդիրների հետ։ Այս դիմումի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պաշտպանությունն է։ Պաշտպանությունն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտաքին ազդեցություններից, որոնք դրսևորվում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ուժային այլ եղանակներով, դրսևորվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրավազորություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ընտրելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ կամքի ներգործության եղանակներով։ Այս խախտումների ծավալն այնպիսին է, որ մեր գնահատմամբ այն այլևս հատել է ընտրությունների արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործելու շեմը, այն այլևս հնարավոր չէ չեզոքացնել, վերացնել եւ հետեւաբար միակ հնարավորությունն է փակել այն խողովակը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի նկատմամբ իրագործվում է սահմանադրությամբ եւ օրենքով արգելված ներգործություն։ Սա է։ Ներողություն, դիմումի տեքստում փաստարկներ ներկայացվում են, թե ոչ։ Թե ISSS հիմքով խնդրում եմ
քննել կամ ինչպիսին է տեքստը։ Դիմում առանց Իհարկե։ հաստարկների։ Հաստատները ենթադրյալ խախտումների մասին են, թե աբացուցված խախտումների մասին։ Արկա հաստատները հայտնի խախտումների մասին։ ում հայտնի։ Բոլորին, Բոլորին հայտնի։ հանրությանը եւ մեծապես այստեղ ես Այդպես ասեմ գրել է, նաեւ բոլորին հայտնի կարևոր է խախտումների մասին։ ձեր անունը ինչ է։ Ալբերտ, Որ 5-րդ տալիք լրատվամիջոցի։ հեռուստաընկերությունն Այդ սրամիտ մեկնաբանությունները կանեք Ես ձեզ խնդրում եմ դուք բարձրաբանեք, որ սրամիտ մեկնաբանությունները ես ներկայացնեմ մի վիճաբանեք հարց ու պատասխան։ Ուրեմն մենք էապես հենվել ենք Հայաստանի Հանրապետությունում արդեն բավական երկար տարիներ զարգացված հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդական առաքելության արդյունքում ձևավորված տեղեկատվական պաշարների վրա, որոնք եւ հրապարակվում են եւ ներկայացվում են հանրությանը եւ մեծապես նաեւ տեղեկատվության աղբյուր է հանդիսացել այդ կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը, որոնցից ամենաեականներից կնշեմ անկախ դիտորդը։ Իսկ այդ դեպքում ինչու ավելի վաղ չէիք դիմում եւ Փաշինյանի ասելուց հետո 3 հանրայինի եթերում նոր որոշեցիք, Որովհետև վստահ ենք, որ իշխանությունն ինքն է գնալու այդ քայլին։ Որն այս պահին վրա հասավ, այդ դիմումը հնարավոր է ներկայացնել նաև 3, չունենալով օրինակ այսօրվա փաստերը, 3 չի առաջի օրը, չունենալով օրինակ 3-վա փաստերը։ Հետևաբար ինչքան ավելի հասունացվում է դիմումը, այդքան ավելի էական է դրա ներկայացումը։ Այսինքն պատճառները ավելի շատ քաղաքական են, որ Փաշինյանի ասելուց հետո։ Պարոն Եգորյան, Ոչ, խնդրում եմ եւ։ այդ հարցին ես երկու բառով անդրադառնամ ձեր թույլտվությամբ։ Եթե այսպեսի հանգամանքներ կան։ Հարգելիս, տեսեք, դուք հարց եք տալիս, մենք կուսակցության ներկայացուցիչներ ենք, տեսեք, դուք հարց եք հնչեցնում, ասում եք ինչու ավելի վաղ չէիք դիմել, ճիշտ է։ Ուրեմն նախ ուզում եմ ձեզ ասել հետեւյալը, որ անկախ նրանից մենք դիմում կներկայացնենք գրավոր թե ոչ, միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականությունը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսինքն մենք այստեղ ենք զուտ պահանջելու եւ աջակցելու, խթանելու, որպիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 100%-ով փորձի իրականացնել իր պարտականությունները։ Ինչ վերաբերվում է ավելի վաղ դիմել չդիմելուն, ես արդեն իսկ նշեցի, բազմիցս Արամ Զավենի Սարգսյանը բարձրաձայնել է բոլոր այս խնդիրների մասին։ Կոռուպցիոն այս երևույթները, որոնց մասին որ հասարակական ողջ դաշտը բարբերաբար բարձրաձայնում է, հանրությանը շատ քաչ ծանոթ է։ Մենք եկել ենք պարզապես հաշվի առնելով, որ գործողություններ չեն իրականացվել մինչև օրս, տեսեք, լավ, մի հատ sense օրենքի դրույթը ես ցիտեմ, տեսեք, ընտրական օրենսգիրքը, մի րոպե տեսեք, ուրեմն ես ձեզ պատասխանում եմ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրային իշխանությունները պարտավոր են ապահովել, դա հիմունքներն են, ընտրական գործընթացի հիմնական հիմունքներն են, սկզբունքներն են, որ պարտավոր են ապահովել ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի իրացումը քաղաքացիների։ Հիմա այդ բոլոր տեղեկատվական ինֆորմացիայի լույսի ներքո արդյոք դուք չեք գտնում, դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք գտնում, որ օրինակ քաղաքացիների ընտրելու հավասար իրավունքը, ընտրելու ազատության իրավունքը խախտվում է։ Օրինակ չեք գտնում, որ երբ որ քաղաքական ուժերից մեկը իր նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է, ասենք 800 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից դրամը շոշափելիորեն գերազանցող գումարային միջոցներ, իսկ մյուսները չունեն այդ գումարային միջոցներ, այստեղ հավասարության սկզբունք չի խախտվում։ Եվ եթե թույլ կտեք, ես էլի դուրս բերեմ քաղաքական դաշտից ձեր թույլտվությամբ, տեսեք, շատ պարզ փաստակների եւ իրավունքի լեզվով։ Ուրեմն այս հարցը կոնկրետ ես կարող եմ ասել, որպես քաղաքական ուժին չմասնակցող մեկը, մասնագիտական տեսանկյունից քննարկվում է երևի մի 3 շաբաթ առնվազն եւ այդ որոշումը վերջնականապես հասունացավ այս վերջի մի 2 օր առաջ էր կարծեմ
դեպքի բացահայտմամբ, երբ պարզվեց, որ 1 միլիարդ դրամը գերազանցող միջոցներ են ծախսվել, այսպես ասած, արտա հիմնադրամային բյուջեից։ Բոլորիդ հայտնի այդ դեպքը ձերբակալության դեպք ա եղել, որտեղ որի, այսպես ասած, առանցքում ընկած գործողությունները դիտարկվել են որպես եւ կարող են դիտարկվել որպես կամքի վրա ներգործության միջոցներ։ Եվ այն գումարը, որի մասին բացահայտումն արվել է, չափազանց էական է, այն գերազանցում է կուսակցությունների համար թույլատրված հիմնադրամի առավելագույն շեմը։ Եվ այդ 3 շաբաթվա քննարկումները, որոնք զուգահեռ էին, օրինակ այն իրողություններին, որոնց մենք որպես մարդիկ ականատես էինք լինում, հրապարակված նյութեր, գաղտնալսումներ եւ այլն, այդ քննարկումները եկան իրենց հանգուցալուծման 1-2 օր առաջ եւ այսօր հնարավոր է եղավ դրանք ամփոփել։ Մասով այդ ուսումնասիրությունը իրականացրել եք, որովհետեւ քաղաքացիական պայմանագրի մասով եւս կային մամուլում տեղեկություններ, լուրեր, որ մեծ ծախսեր են արվել, դրոն շոուներ եւ այլն եւ այլն։ Այն ծավալով, որով որ մեր աշխատանքները նպատակահարմար են գնահատվել եւ այն ուղղությամբ, որով նպատակահարմար են գնահատվել, արվել են, իսկ բոլոր մնացած ուղղություններով դրանում շահագրգռված անձինք կամ խմբերը պետք է մտածեն։ Պարոն Առաքելյան, քանի որ 3 բանավեճը հրապարակային է եղել, ես ուզում եմ իմանալ, դուք չեք անհանգստանում, որ օրինակ ձեզ կարող են մեղադրել կամ կասկածել իշխանությանը օգնելու, խաղից հանելու իր գլխավոր մրցակցին, որովհետև 3 նաև հիշում ենք պարոն Սարգսյանը 2 ուժի մասին էր խոսում, որը ըստ նրա ազգային անվտանգության, այսպես սպառնալիք է համարում, երկրորդ ուժը որն էր եւ ինչու միայն ուժեղ Հայաստանը, հնարավոր է այլ կուսակցության դեպքում էլ Նախ առաջին հարցի առաջին մասով Հանրապետություն կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արամ Սարգսյանը եւ մեր ողջ թիմը առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, որը մենք որի շրջանակներում կարևոր մենք առաջնահերթությամբ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության պահպանումը բոլոր հնարավոր ձևերով եւ դրանք մեզ համար բացարձակ արժեքներ են, դրանք սակարկման ենթակա չեն։ Եվ մեր գործողությունները ուղղված են բացառապես այդ արժեքների պահպանմանը։ Իսկ այդ մեկնաբանությունները, որ մենք աջակցում ենք ինչ-որ կպեն, ես ընդհակառակը, ես կփորձեի հակառակ թևից դա բնորոշել, ընդհակառակը մենք այսպես ասած տալիս ենք carte blanche եւ որպեսի պահանջենք ակտիվ գործողություններ հանրային իշխանությունը ստանձնած քաղաքական ուժից, որպեսի հանկարծ նաեւ այդ խոսույթը բան աջակցում եք նույնն եք բան ինչ գործողություններ ԿՊ-ից ինչ եք ակնկալում, ասացիք այդ գործողություն քարտբլանշ հանրային իշխանությունները պետք է դրսևորեն, օրինակ իրավապահ համակարգը պետք է լինի զգոն, սթափ, որպեսի կանխի կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորում Հայաստանի Հանրապետությունում։ Հանրային իշխանությունը պարտավոր է ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի ընտրական իրավունքը իրացնելու համար։ Պետք է քաղաքական իշխանությունը, հանրային իշխանությունը պետք է ապահովի ձեր, մեր բոլորիս ազատ ընտրելու իրավունքի իրացումը։ Այս գործողությունները։ Իսկ երկրորդ ուժի մասով ո՞րն էր այդ ուժը եւ ինչու չներկայացրեցիք դիմում Ինչ երկրորդ ուժի մասին է խոսքը։ Պարոն Սարգսյանը 2 ուժի մասին էր խոսում, որ խնդիր է համարում այս ընտրությունային մասնակցությունը։ Ո՞րն էր այդ ուժը եւ ինչու չներկայացրեցիք։ Ես ուղղակի հարցս ավարտեմ եւ ըստ տարբեր հարցումների հենց գլխավոր այսպես մրցակցին իշխանության։ Տեսեք, հիմա եթե զուտ մասնագիտական հարթությունում իմ անձնական կարծիքը ես կարող եմ հայտնել այսը, ոչ թե քաղաքական կուսակցության համար, այլ կան քաղաքական ուժեր, որոնց գրանցման հիմքը ըստ էության վերացված է։ Օրինակ, երբ որ մի քաղաքական ուժ ներկայացնում է, ունի պարտականություն ներկայացնելու, ասենք, տեխնացուների ցուցակի նվազագույն քանակություն, տեխնացուների, եւ ընթացքում օրինակ այդ տեխնացուների քանակը պակասում է այնքան, որ այդ 80-ը չի ձևավորվում, կարող է եւ չձևավորվի 30-ը։ Արդյոք չեք գտնում, որ գրանցման հիմքը այս դեպքում արդեն իսկ վերացած է լինում, այսինքն գրանցման համար հիմք անցածող այդ 80 հոգանոց ցուցակի արկայությունը բացակայում է։ Օրինակ, գրանցման հիմքը ըստ էության վերացված է լինում։
Ինչպես Իմ հարցը դա չէ, երկրորդ ուժը այդ Ժամանակի ուժն է։ խնդիր Ինչի կար, վերաբերյալ մենք ուժի։ քննարկման պետք է Չէ, ես քննարկել որ երկրորդ ուժի մասնակից Պարոն Սարգսյանը Սարգսյանը դեպատի ասում ժամանակ է, ասեց երկու ուժ կա, այո, կա երկրորդ ուժն էլ, այո, Քոչարյանին ուժն էլ չպետք է մասնակցեր այս ընտրության, դա ավելի շատ ոչ թե իրավական հարթությունում էլ, այլ բարոյական հարթությունում նկատի ունեինք, իսկ իրավական հարթությունում բոլոր հիմքերը կար այս ուժի համար դիմելու, ժամանակի նաև սղության պատճառով դիմել ենք այս ուժի համար։ Տիկին Խաչյան, մի վերջին հարց։ Պարոն Սարգսյան կարծեմ նաև նույն բանավեճի ընթացքում ավելի ուշ ասաց, որ իր դիմելու տիրույթում չէ արդեն հարցը թե ոնց որ հրաժարվեց, այո, Մենք երբեք այն ինչ Հայաստանի Հանրապետության շահից է բխում եւ մենք ունենք հնարավորություն ու ժամանակ մենք անում ենք։ Պարոն Սարգսյանը չի հրաժարվել։ Ուղղակի պարոն Սարգսյանը իրավաբան չէ եւ չի պատկերացնում իրավական այդ հիմքերը։ Մենք խոսեցինք իրավաբանական մասնագետների հետ եւ տեսանք, որ ունենք այդ հնարավորությունը եւ ինչպես տեսնում եք արդեն իսկ ներկայացրել ենք այն, ինչ պետք է արվեր Հայաստանի հանուն Հայաստանի Հանրապետության պարոն Սարգսյանի թիմը եւ նաեւ աջակցությամբ նաեւ ընկերների մեր մենք դա արել ենք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար